Եթերում ազատ լուրերն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Ադրբեջանի անկանոն ոչ թիրախային կրակոցները կարծես արդեն դառնում են թիրախային։ Ապրիլի 13-ին ժամը 22:20-ի սահմաններում այդ երկրի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ տուժածներ չկան։ Գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Այնուամենայնիվ, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցրել է, որ սահմանագծում այս պահին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, իսկ կրակոցները սակավաթիվ են։ Նա նշել է, որ հրադադարի խախտման դեպքում պաշտպանության նախարարությունը այդ մասին տեղեկությունը տալիս է հնարավորինս արագ ու օբյեկտիվ։ Փոխնախարարը անդրադարձել է նաև սահմանին հնարավոր կուտակումներին։ Այս պահին ոչ, եթե նման խնդիր ծագի, բնականաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը անվտանգային կազմակերպական եթե մեր պաշտոնական տեղեկատվությունը ձեզ համար արժանահավատ չէ, իսկ դուք հավատալու եք տեսանյութերին, ապա կարծում եմ ինձանից չպետք է հարցնեք։ Զինված ուժերը իրենց լիազորությունների եւ պարտականությունների շրջանակներում բնականաբար կատարում են իրենց աշխատանքը եւ առաջնահերթ խնդիրը անվտանգության ապահովումն է։ Այս պահին ես նորից ցանկանում եմ կրկնել, որ առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է։ Մեր տարածաշրջանի երկրներն ունեն ընտրության հնարավորություն, սպասել ևս 100 տարի եւ համոզվել, որ փոփոխությունները անշրջելի են, թե սկսել աստիճանաբար աղյուսները իրար վրա դնելով հարավային Կովկասում վերջապես հաստատել կայուն խաղաղություն։ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Անտալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա հակադարձել է Բաքվի գլխավոր դիվանագետի ներկայացրած պահանջներին եւ ընդգծել, Հայաստանը ցանկանում է հասնել խաղաղության, սակայն դա պետք է ուզի նաեւ մյուս կողմը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ինչպես այդ երկրի մյուս պաշտոնյաները կրկին նույն երգն է երգում, բայց այս անգամ ոչ թե Բաքվում, այլ Անտալիայում հարավային Կովկասի 3 հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պանելային քննարկմանը։ Բայրամովն առիթը բաց չթողնելով նորից ու նորից խոսել է Հայաստանի սահմանադրությունը փոխելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին, դրանք ներկայացնելով խաղաղության համաձայնագրի կնքման նախապայմաններ։ Իսկ Արարատ Միրզոյանն անդրդվելի էր։ Հայաստանը կողմ է խաղաղության հաստատմանը եւ համաձայնագիրը ստորագրելու որևէ խոչընդոտ չկա։ Գրեթե 1 ժամ շարունակ Բայրամովը մեղադրում էր ու պահանջներ թելադրում, իսկ Միրզոյանը հստակ ու հիմնավոր հակափաստարկներ ներկայացնում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից եւ Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջների վերացումից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ խոչընդոտ չի մնա, հայտարարել է Բայրամովը։ Հայաստանը անպայման պետք է փոխի իր սահմանադրությունը։ Սա Ադրբեջանի հետևողական եւ երկարաժամկետ մոտեցումն է, եւ հայկական կողմը դրա մասին տեղյակ է։ Միայն այս պահանջները կատարելուց հետո հնարավոր կլինի խոսել խաղաղության օրակարգի մասին։ Արարատ Միրզոյանը դեմ չէ, որ Արցախյան հակամարտությունը կարգավորելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի, բայց Այդ կառույցը կարող է լուծարվել այն դեպքում, երբ հակամարտություն չկա, ուստի սա բավական հետաքրքիր հարց է։ Ունենք արդյոք այսօր հակամարտություն, թե ոչ։ Գետնի վրա փաստացի հակամարտություն չկա, սակայն փաստաթղթերի մակարդակով չկա խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասով ստորագրված եւ վավերացված համաձայնագիր։ Լուծումը առնվազն մեզ համար ակնհայտ է։ Մենք պետք է ստորագրենք համաձայնագիրը, ինստիտուցիոնալ կերպով վերջ դնենք այս հակամարտությանը, ապա լուծարենք այդ կառույցը հենց նույն օրը։ Եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, եկեք ստորագրենք համատեղ դիմում ԵԱՀԿ անդամ պետություններին կամ քարտուղարությանը լուծարման վերաբերյալ։ Եկեք ստեղծենք երկկողմ հանձնաժողով եւ սկսենք բոլոր հնարավոր հարցերի քննարկումը։ Անդրադառնալով իր ադրբեջանցի գործընկերոջ պնդմանը, թե Հայաստանի սահմանադրությունը դրանում հիշատակված անկախության հռչակագրի պատճառով տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, Միրզոյանը եւս մեկ անգամ ընդգծել է. Հայաստանի մայրօրենքում որևէ բառ չկա Լեռնային Ղարաբաղի մասին, կա ընդհանուր բնույթի հղում անկախության հռչակագրին, ապա շարունակել.
Լավ, եթե կուզեք, ես էլ կասեմ։ Մենք նույնպես ունենք մտահոգություն կապված Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության հետ, եւ մենք սա չենք ասում ուղղակի հայլային սկզբունքով մտահոգություն հայտնելու կամ պայման ապահովելու նպատակով։ Ես կարող եմ բացատրել. Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հղում է կատարում անկախության հռչակագրին, այն փաստաթղթին, որով Ադրբեջանի Հանրապետությունը հռչակում է իրեն որպես Ադրբեջանի առաջին ժողովրդավարական հանրապետության իրավահաջորդ։ Եվ մենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը հռչակել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների վրա, քան այսօրվա Ադրբեջանի հանրապետությունն է, ներառյալ Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքների շուրջ 60%-ի վրա կամ ավելի։ Երբ հարցն Ադրբեջանին է վերաբերում, Բայրամովի կարծիքը 180 աստիճանով փոխվում է։ Պարզվում է, Բաքուն մտահոգվելու լուրջ առիթ ունի, իսկ Երևանը ոչ, քանզի Հայաստանի դեպքում արդեն Ադրբեջանի սահմանադրությունը խոչընդոտ չէ։ Մեր սահմանադրության մեջ Հայաստանի որևէ տարածքի աշխարհագրական անվանում չկա։ Ես չեմ հավատում, որ մեր հայ գործընկերները անկեղծորեն կարծում են, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, եւ այսքան ժամանակ երբեք չեն բարձրացրել այս հարցն ու պարզապես անտեսել են այն։ Մոդերատորի հարցին, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է դիտարկել սահմանադրության հնարավոր փոփոխությունները, նույնիսկ եթե դա կարող է ներպետական մակարդակով ոչ այնքան ընդունելի լինել, Միրզոյանը հիշեցրել է, որ 2024 թվականին Հայաստանի սահմանադրական դատարանը եզրակացություն է տվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված սահմանազատման հանձնաժողովի համատեղ աշխատանքների կանոնակարգի վերաբերյալ։ Դրանում նշվում է, որ սահմանազատումն իրականացվում է ելնելով Ալմաթայի հռչակագրից։ Դա ենթադրում է, որ մեր սահմաններն այն սահմաններն են, որոնք գոյություն ունեին մեր որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ, մինչև խորհրդային միության փլուզման պահը։ Անցած սեպտեմբերին մեր սահմանադրական դատարանը հաստատեց, որ դա հանրային փաստաթուղթ է եւ որ մենք չունենք տարածքային հավակնություններ մեր սահմաններից դուրս, ինչը լիովին համահունչ է մեր սահմանադրությանը։ Եվ վերջ, այսպիսով, եթե մենք հիմա ստորագրենք այս համաձայնագիրը, ապա վավերացման գործընթացի ընթացքում այն կրկին կուղարկվի սահմանադրական դատարան։ Եթե մեր սահմանադրական դատարանը եւս մեկ անգամ հայտարարի, որ այս փաստաթուղթը համապատասխանում է մեր սահմանադրությանը, դա կլինի եւս մեկ ապացույց, որ այդ հարցը փակված է, հասցեագրված է եւ որևէ խոչընդոտ չկա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է լսել խաղաղության օրակարգի վերաբերյալ հավաստիացումներ եւ առաջարկներ, հարևանների հետ խաղաղություն կառուցելու, սահմաններ բացելու, տարածքներում թշնամության էջ շրջելու, նոր տարաշրջան բացելու վերաբերյալ, նշել է Հայաստանի արտաքին դիվանագետը հավելելով, սակայն դեռ կան չափազանց զգայուն հարցեր։ Վերքերը շատ թարմ են եւ դժվար է խոսել հնարավոր գործակցության մասին, բայց Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացին կարող է լսել կամ տեսնել իր առօրյա կյանքում լրահոսում բազմաթիվ հավաստումներ այս մասին։ Եվ միևնույն նոր նայտնուն քաղաքացին Ադրբեջանի կողմից կարող է լսել մի քանի սպառնալիքներ, այդ թվում նորից ուժի կիրառման սպառնալիքներ, այդ թվում տարածքային ամբողջականության չճանաչման մասին հայտարարություններ, այդ թվում սպառնալիքներ, որոնք պարունակում են պահանջներ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականության նկատմամբ։ Միրզոյանը շեշտել է, Հայաստանն ընդունում է գործակցությունը, սակայն դա պետք է ուզի նաև Ադրբեջանը։ Պանելային քննարկման գրեթե ամբողջ ընթացքում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին լուր էր, իսկ վերջում նա խոսեց եւ կրկին հայտարարեց, որ Վրաստանը պատրաստ է հարթակ տրամադրել երկխոսության համար։ Ըստ նրա, խաղաղ եւ անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար առաջնահերթություն է եւ տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, որի օգտագործման համար անհրաժեշտ է երկարատև եւ կայուն խաղաղություն։ Պանելային քննարկումից հետո Միրզոյանը առանձնազրույց է ունեցել նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը, մտքեր փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների վերաբերյալ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Թուրքիան եւ Հայաստանը համակարծիք են, որ Անկարա-Երևան բանակցությունների վերջնական նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանների բացումը։ Այս մասին Անտալիայում լրագրողներին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Անկարայի եւ Երևանի միջև արդեն իսկ ձեռնարկվել են կոնկրետ քայլեր այնպիսի ոլորտներում, ինչպիսին է օդային տարածքի օգտագործումը, նաեւ երկու երկրների փորձագետները քննարկումներ են անցկացրել Մարգարա Ալիջան սահմանային անցակետի եւ Շիրակ-Կարս երկաթուղու վերաբերյալ։
Շարունակում ենք թողարկումը Գյումրի համայնքի ընտրություններում մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը ավականու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել թիվ 31 ընտրատարածքին հանձնաժողովին։ Այդ մասին հայտնել են կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Այսպիսով Մարտուն Գրիգորյանը ավականու անդամության ինքնաբացարկ է հայտնել։ Հիշեցնենք, որ Գյումրիում ըստ ընտրությունների նախնական արդյունքների առավելագույն ձայներ ստացել է ԿՊ-ն, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Գյումրու ավականու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել էին առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին սատարելու մասին։ Մարտուն Գրիգորյանը հայտնել էր, որ որոշում է կայացրել անհրաժեշտ քննարկությամբ քվե տալ Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։ Արդյոք քաղաքացիական պայմանագիրը որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու կառաջադրի Սարիկ Մինասյանի թեկնածությունը, խմբակցությունն այդ մասին առաջիկայում հայտարարություն կանի, պարզապես պետք է սպասել։ Այս մասին ազգային ժողովում նշել է այդ խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Ի պատասխան լրագրողների հարցին, թե ընդդիմադիր ուժերի հետ պատրաստվում են բանակցել, Ալեքսանյանը հայտարարել է, որ ԿՊ կուսակցությունը համապատասխան ընտրակարգի ներմուծումից հետո Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած ուժն է։ Հետևաբար ընդդիմադիրների հետ չեն բանակցի։ Ըստ նրա, ընդդիմադիրները իրար հետ շատ լավ գործակցում են ու դրա սերուցքն էլ Վարդան Ղուկասյանն է։ Падգամավորը անդրադարձել է նաև այն հարցին, թե հնարավոր է քաղաքապետ ընտրելուց հետո իշխանությունը Վարդան Ղուկասյանին ձերբակալելու քաղաքական հրահանգ իջեցնի։ Վարդան Ղուկասյանը ինքը իր բերանով հայտարարել է, որ ինքը քաղաքական process-ների մեջ է մտել այն պատճառով, որ իր նկատմամբ հարուցվել են քրեական գործեր ու իր նկատմամբ հարուցվել են նաև ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործեր։ Այսինքն պատճառը հետևանքային կապը հետևյալն է. հարուցվել են գործեր քաղաքականությամբ չզբաղվող Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Ինքը մտել է քաղաքականություն, որպեսզի իր արևին տենց պաշտպանվի դրանից։ Հիմա կպաշտպանվի, չի պաշտպանվի, այդ հարցը դատա իրավական համակարգինն է, իմը չի։ Ես այդ համակարգի վրա ազդեցություն ունեմ միայն որպես օրենսդիր։ Վահագն Ալեքսանյանը նաև նշել է, որ ավականու ամենամեծ խմբակցությունը չէ, որ պետք է գործակցության եզրեր փնտրի մյուսների հետ։ Նրա պնդմամբ Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը անգամ համատեղ մեծամասնություն չեն։ Ավելին, Մարտուն Գրիգորյանի հայտարարություններն ու գրառումները փաստում էին, որ հետագա գործակցությունը գրեթե բացառվում է, բայց Մարտուն Գրիգորյանը այնպիսի մի տեքստ ա գրել Վարդան Ղուկասյանի միանալու հետ կապված, որ նշվում որ տակը քիչ էր մնում գրած լիներ, ճիշտ է կքվեարկեմ, բայց այդ ոնց որ այդ տենց գրած լիներ, այլ հետագա համագործակցությունը կատարելապես տենց գրեթե բացառող տեքստ ա գրել։ Հիմա իրանք իրար հետ կոալիցիա են կազմում, եթե կոալիցիոն հուշագիր են, չէ, եթե կոալիցիոն հուշագիր են ստորագրում, այո, դառնում են մեծամասնություն։ Օրինակ Մարտուն Գրիգորյանից անակնկալները հարցրեք, ինքը այդ գծով ոնց որ արդեն բան ա տենց, խիստ պրոֆեսիոնալ ա դարել, Վարդան Ղուկասյանին այդ իր միանալու բանը խիստ մեծ անակնկալ էր, sense մեծ կինդեր սյուրպրիզ էր էլի Գյումրու համար։ Ես օրինակ մարդեմ, ով Գյումրիում ա եղել այս նախընտրական քարոզարշավի ընթացքում ու հայտարարել է այն մասին, որ այս երեք ուժերը մյուս միանալու են Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյանը դրանից հետո դուրս է եկել, ասել է, ես մի ծրագիր եմ բացահայտել, որ ԿՊ-ն փորձում է Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանի։ Հետո ինքը գնացել է Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանելու։ Հիմա այդ արտահայտությունը անելուց հետո Վարդան Ղուկասյանին ձայներ տալը ապահովելուց հետո դուք նախանձում եք Մարտուն Գրիգորյանին, ես չեմ նախանձում։ Անցնենք միջազգային նորություններին, Չինաստանը դադարեցրել է հազվագյուտ մետաղների և մագնիսների լայն տեսականու արտահանումը Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմի ֆոնին։ Պեկինի գործողությունները սպառնում են դադարեցնել այն բաղադրիչների մատակարարումները, որոնք կարևոր են ավտոմոբիլային, ավիատիեզերական և ռազմական արդյունաբերության համար ամբողջ աշխարհում։ Հաղորդել է The New York Times-ը։ Չինաստանը նաև ուժեղացրել է 7 հազվագյուտ հողային տարի արտահանման վերահսկողությունը։ Ըստ պարբերականի, չնայած դա ուղղակի արգելք չէ, որոշումը սակայն նշանակում է, որ իշխանությունները ուշադիր վերահսկելու են ցանկացած առաքում, նաև գնահատելու, թե ովքեր են վերջնական գնորդները և ինչու։ Բլումբերգն էլ կարծել է, որ որոշումը սպառնում է ապակայունացնել հիմնական նյութերի համաշխարհային մատակարարումները, որոնք օգտագործվում են բարձր տեխնոլոգիական ապրանքների արտադրության մեջ, էլեկտրական մեքենաներից մինչև զենք։ Մյուս նորությունները տեսաշարով։
Ուկրաինայի տեղական իշխանությունների խոսքով Սումի քաղաքի վրա ռուսական ուժերի հրթիռային հարվածի հետևանքով ապրիլի 13-ին զոհերի թիվը հասել է 34-ի։ Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի առաջնորդները դատապարտել են տեղի ունեցածը։ Ռուսաստանը հրթիռային հարձակում է իրականացրել Սումի քաղաքի վրա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը կիրառել է բալիստիկ հրթիռ։ Ռուսաստանի հրթիռային հարվածը Սումիի վրա ընդգծում է նրան հրատապ հրադադար պարտադրելու անհրաժեշտությունն, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բոլորը գիտեն, որ միայն Ռուսաստանն է ցանկանում այս պատերազմը, նշել է նա, հավելելով, որ անհրաժեշտ են վճռական միջոցներ, որպեսզի ստիպեն Ռուսաստանին դադարեցնել կրակը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը 1 տարով երկարաձգելու մասին։ Դրանք վերաբերում են մասնավոր եւ իրավաբանական այն անձանց, որոնց ԱՄՆ-ի կառավարությունը մեղադրում է կիբերհարձակումների, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում ընտրություններին միջամտելու, Միացյալ Նահանգների քաղաքացիներին վնասելու կամ սպանելու, նաեւ պատժամիջոցները շրջանցելու ֆինանսական եւ այլ գործողությունների համար։ Սպիտակ տունը դրական եւ կառուցողական է որակել Իրանի եւ Միացյալ Նահանգների բարձր մակարդակի բանակցությունները։ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովն ընդգծել է, որ նախագահ Թրամփից հանձնարարություն է ստացել լուծել երկու երկրների միջև տարաձայնությունները երկխոսության եւ դիվանագիտության միջոցով, եթե դա հնարավոր է։ Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել ապրիլի 19-ին։ Օմանում անուղակի կերպով բանակցել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆը Իրանի միջուկային ճգնաժամը կարգավորելու շուրջ։ Իսրայելական երկու հրթիռներ կիրակի օրը հարվածել են Գազայի հատվածի գլխավոր հիվանդանոցի շենքին, ոչնչացնելով շտապօգնության բաժանմունքը, վնասելով այլ կառույցներ, հայտնում է տեղի առողջապահական կառույցը։ Ըստ Իսրայելի հարվածը հասցվել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համասի զինյալների դեմ, որոնք շահագործում են այդ հաստատությունը։ Հարվածի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Իսրայելցի զինվորականների հայտարարության մեջ ասվում է, որ իրենք քայլեր են ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը նվազեցնելու համար։ Արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հարցով ընդդիմության քարոզարշավի շրջանակներում Թուրքիայում ավելի քան 10 միլիոն ստորագրություն է հավաքվել, այս մասին հայտարարել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը։ Թուրքիայում արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաքի արշավը մեկնարկել է մարտի 30-ին Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ծննդավայրում Տրապիզոն նահանգում։ Միևնույն ժամանակ հայտարարվել է 28 միլիոն ստորագրություն հավաքելու նպատակի մասին, ինչը մի փոքր ավելին է, քան 2023 թվականի մայիսին կայացած ընտրություններում Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստացած ձայները։ Թուրքիայում նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, սակայն ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։